Բարի երեկո, խոսքի իրավունքում Ավետիք Չալաբյանն է, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համեցել եք։ Սկսենք Գյումրիից։ Բուն իրադարձության մասին չէ, որ ուզում եմ խոսել, ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել Գյումրիում մասսայական ոստիկանական բռնաճնշումների փաստի հանգամանքի վրա։ Մոտ 3 տասնյակ քաղաքացիներ բերման ենթարկվեցին, ձերբակալվեցին, այդ թվում փաստաբան, եւ երևույթը չէր որպես այդպիսին այդքան զարմանքարուցող, այլ այն թե ինչ մեթոդներով, ինչ ձևերով էին դա անում։ Ունեք ձեր գնահատականը։ Այո, մեր գնահատականն այն է, որ Փաշինյանի վարչախումբը անցել է ժողովրդի դեմ ակնհայտ ահաբեկչության։ Սա մի իրավիճակ է, երբ որ դուք տեսնում եք, մարդիկ եկել են պաշտպանելու իրենց ընտրած իշխանությունը, կանգնած բողոքում են, խաղաղ միջոցներով եւ բռնության հիմնական կողմը ոստիկանությունն է, որում Երևանից հսկայական քանակությամբ ոստիկանական ուժեր էին տարվել, ներառյալ նաեւ դիմակավորված, ամբողջ Գյումրին շրջափակված էր տարբեր ոստիկանական այդ պատնեշներով, որովհետեւ նույնիսկ ներթափանցել այնտեղ չլիներ, քաղաքային տրանսպորտ եւ տեխնիկաներ արգրաված, քաղաքի բոլոր ծառայությունների աշխատանքը կազմալուծված, այնպիսի տպավորություն էր, որ թուրքական զորքը մտել է Գյումրի, բառի բուն իմաստով։ Երրորդ անգամ արդեն թուրքական զորքը մտել է Գյումրի ժողովրդին ճնշելու։ Ու դուք նշեցիք, որ 30-ից ավել մարդ է բերման ենթարկվել, եկեք նաև ավելացնենք դրան հետևյալը. բերման է ենթարկվել ծեծ ու ջարդով, բռնությամբ եւ մինչեւ հիմա ձերբակալված են մնում բոլորը։ Կարծեմ 3 մարդ ընդամենը, որ ազատվել է այս ընթացքում, մնացածները ձերբակալված են մնում։ Սա եթե պետական ահաբեկչություն չի, ապա ինչ է, այլ ինչն է պետական ահաբեկչություն։ Անդրոմ դրանք իսկապես մի կողմ, ասենք այն ինչ որ վերաբերում է Վարդան Ղուկասյանին, համոզված եմ, որ եթե ինչ որ հիմք կա քրեական վարույթ նախաձեռնելու, այդ մարդուն կարելի է ծանուցում ուղարկել, ծանուցումով ինքը կներկայանար, հա։ Եվ նաև հիշեցնեմ ձեզ, մեկ այլ համայնքապետ Դիանա Գասպարյանն է իշխանացնի։ Նույն կարգի, նույն բնույթի կոռուպցիոն գործով է, չի անցնում։ Ոնց չմտան այդ ձևի Էջմիածնի համայնքապետարան, ինչու ծեծ ու ջարդ չսարքեց։ Թեպետ Վարդան Ղուկասյանի պարագայում ինչ դժվար է հավատալ ինչի, ոչ թե նրա համար, որ ինքը սուրբ է, այլ մարդ, որը գիտի, որ խոշորացույցի տակ է իշխանությունների, դժվար թե տենց բան թույլ տա։ Բայց դնենք մի կողմ, ասենք այդ քրեական վարույթի հարցը, չնայած կալանավորումը դատապարտում են, որովհետև արդեն ասել եմ ու շարունակել եմ ասել, որ կալանավորումը օգտագործվում է որպես պատժի միջոց, ոչ թե խափանման եւ որպես ընդդիմադիրներին ճնշելու միջոց, բայց դնենք դա նույնիսկ մի կողմ, նորից եմ ասում, այդ 30 մարդուն տենց ծեծ ու ջարդով, տենց ահաբեկչությամբ, տենց ոստիկանական սարսափ ստեղծելով, ո՞րն է նպատակը, շատ պարզ, մարդկանց փորձում են հստակ ուղերձ տալ Փաշինյանի վարչակարգը, որ իրանք ընտրություններով հեռացողը չեն։ Իրանք գիտեն, որ իրանք պարտվելու են ընտրությունները, բայց ըստ էության դրա միջոցով ուղերձ են տալի, ասում են, եթե նույնիսկ մենք ընտրություններով պարտվենք, մենք այս մեր ենթակա կամակատարների ամբողջ զորքը հանելու ենք փողոց, ժողովրդին ջարդենք, բնանք իշխանության, այդ են ուզում ասել։ Այդ վաղ դժվար է ասել ոստիկանությունը արդեն բարձրաստիճան ոստիկանական կազմը կենթարկվի իրենց թե չէ։ Ես կարծում եմ, որ ոստիկանությունը աստիճանաբար սկսում է զգալ, որ իրան օգտագործում են բառի բուն իմաստով որպես թնդանոթի միս, բառի բուն իմաստով։ Արդեն լուրեր են պտտվում, որ ոստիկանական տարբեր պաշտոնյաներ սկսում են դժգոհել նրանից, որ ըստ էության իրանց օգտագործում են ապօրինի գործողությունների մեջ։ Հիմա այդ դեպի ես ասեմ, մենք զբաղվում ենք բոլոր դրվագները վերհանելով, այն նրանով ինչ որ Գյումրի մոտ տեղի ունեցել, որովհետեւ ցանկացած ապօրինության հետևից գնանք։ Հաղորդում ենք ներկայացնելու հանցագործության մասին, եթե դրա հիմքերը տեսնենք, եւ գիտենք, որ այս դատախազությունը, որը բացարձակ կամակատարն է Փաշինյանի, դրանց ընթացք չի տալու, բայց դա մեզ չի հետաքրքրում։ Կարևորը հիմքերը դրվեն, երբ որ Փաշինյանի իշխանությունը մի քանի ամսից փոխվի, ցանկացած հանցագործի հետևից գալու ենք, ցանկացած բոլորի դեմքերում կամերայը մերևացել է, ով մարդա ծեծել, ով մարդկանց նկատմամբ բռնություն կիրառել, բոլորի հետևից գալու ենք։ Զգուշացնում եմ հիմա, կամերայի առաջ զգուշացնում եմ։ Բոլոր նրանց, ովքեր մեր ժողովրդի նկատմամբ բռնություն կիրառեն։ Շատ լավ։ Մամիկոն Ասլանյան, Վարդան Ղուկասյան կամ Վոլոդիա Գրիգորյան, ահա այն ճակատագրերը, որոնց արժանանում են ընդդիմադիրները իշխանությանը հաղթելու պարագայում։ Բեսպրեդելի ու վախի մթնոլորտի տարածումն արդյոք ստացվում է իշխանությունների մոտ եւ արդյոք լուծում է իշխանության ղեկին մնալու հարցը։ Նախ եկեք իսկապես արձանագրենք այդ փաստորը, մենք մարտ ամսին ունեցանք ընտրություններ, որում գործող վարչախումբը պարտվեց եւ Գյումրիում եւ Փարաքարում։
Ուրեմն մի համայնքապետը գնդակահարվել է, մյուս համայնքապետը բանտում է։ Դրանք պատահականություն են, թե այնուամենայնիվ որոշակի օրինաչափություն կա։ Համոզված ենք, որ օրինաչափություն կա, համոզված ենք։ Մանավանդ, որ եթե դու գնաք Մերձավանի ամբողջ բնակչությունը համոզված է, որ այդ ամեն ինչի մեջ քաղաքական հետ կա, ու համոզված են, թե այդ հետքը ուր է տանում։ Եվ ասենք, բայց պատկերացրեք, որ տարածորեն 2 օր հետո քննչական կոմիտեի նախագահը դուրս է գալի եթերով ասում է հանցագործությունը բացահայտված է, սա վենդետա, ինչ վենդետա, ոչ սպանող կողմն է, բան դրա մաս, հա, ասենք, սպանողը ինքը կոնկրետ որևէ վենդետայի մաս չի կարող, ոչ էլ սպանողն է վենդետայի մաս։ Սա քաղաքական սպանություն է, որը փորձում էին ներկայացնել որպես վենդետա, չստացվեց բնականաբար, որովհետև հասկանալի դարձավ, որ այնտեղ կազմակերպված խումբ է գործել, այդ խմբի անդամների մի մասը բացահայտված չի պարզապես մինչև հիմա, կամ բացահայտված է, բայց չեն ուզում բացահայտել, հա։ Հիմա ինչա դա, իհարկե նույն ձևի պետական ահաբեկչություն, բացարձակ պետական ահաբեկչություն է, փորձում են մարդկանց տարբեր միջոցներով համոզել նույն գաղափարի մեջ, որ Հայաստանում ընտրություններով հնարավոր չի իշխանություն փոխել։ Եվ իդեպ ես ասեմ, այդ գաղափարը անընդհատ Հայաստանում կա, ինձ էլ ես գնում եմ հարցազրույցների, ասում են, դուք համոզված եք, որ ընտրություններով Փաշինյանին կարելի է փոխել։ Հա, ես համոզված եմ, եւ այս ահաբեկչությունը մեր վրա չի ազդելու, որտեղ ընտրություններն է իշխանությունը փոխելու ճանապարհը։ Սակայն եթե իշխանությունը գնում է գործող վարչախումբը այս ճանապարհին, ահաբեկչության եւ բռնության, ինքը իր ընդդիմախոսներին ինչ ճանապարհ է թողում։ Ինչ ճանապարհ է թողում։ Եթե դուք մեզ ասում եք, բարի բուն իմաստով չեք կարող մեզ ընտրություններով փոխենք, բայց ես ոնց փոխենք այդ դեպքում։ Կարող է ճանապարհ ասեք նաեւ։ Կարող է ճանապարհ ասեք։ Այդ իմաստով նաեւ ես ուզում եմ ավելացնեմ հետեւյալը։ Չի ստացվելու բնականաբար։ Չի ստացվելու, որովհետեւ ցանկացած ազդեցություն բերում է հակազդեցության, ցանկացած բռնություն բերում է հակազդեցության եւ պատասխան գործողությունների, եւ մենք տեսնում ենք, որ մեր երկրում ազատագրական շարժման նոր ալիք է բարձրանում։ Եվ նրան իդեպ միանում են մարդիկ եւ ուժեր, որոնք նախկինում դրա մեջ չկային։ Եվ որոնք հիմա սկսում են հասկանալ, որ եթե դու լռում ես, վաղ թե ուշ բռնապետությունը քեզ էլ է հասնում։ Քեզ թվում է, որ դու, ասենք, լավ գործարար ես, ներդրող ես, երկրի համար լավ գործեր ես անում եւ այլն, եւ դա բավարար հիմք է հարգանքի եւ համապատասխան վերաբերվում։ Պարզվում է չէ։ Պարզվում է դու էլ կարող ես ճաղերի հետեւը հայտնվես։ Եվ դա բերելու է նրան, որ աշճանաբար նորանոր մարդիկ, նորանոր ուժեր միանան ազատագրական պայքարին Հայաստանում եւ ի վերջո սրբեն այս բռնատիրական վարչախումբը։ Ճիշտ է, դուք որևէ ձևով չեք մասնակցում վաղարշապատի նավականու ընտրությանը, բայց վստահ եմ ուսումնասիրած կլինեք քաղաքական խճանկարը, ինչ պատկեր կարող ենք ունենալ նոյեմբերի 17-ին, հաղթելու շանսեր արդյոք ունի ընդդիմությունը վաղարշապատի ճակատամարտում։ Լավ տերմին եք օգտագործում վաղարշապատի ճակատամարտ, թեև ճակատամարտը գիտեք Սարդարապատում եղել, ոչ թե վաղարշապատում։ Վաղարշապատի ունեն պատմության մեջ երևի էս եք ունենալ։ Վաղարշապատից 20 կիլոմետր հյուսիս, բայց ասեմ ձեզ հետևյալը։ Տվյալ դեպքում մենք դիմել ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպես դիտորդական առաքելություն, հույս ունենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդական առաքելությունը կգրանցի, եւ մենք հնարավորություն կունենք, ինչպես դա եղել է Գյումրիի Փարաքյարի դեպքում, պաշտպանել մեր ժողովրդի ձայնը։ Մեր նպատակը մեր ժողովրդի ձայնը պաշտպանելն է, մենք եւ Գյումրիում ավելի փոքր չափով Փարաքարում, գուցե բայց Գյումրիում համոզվել ենք, որ մեր ժողովրդի ձայնը փորձում են գողանալ։ Մեր ժողովրդին փորձում են ընտրություն պարտադրել, որը նրանը չի։ Ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառման միջոցով, մարդկանց նկատմամբ հարկադրանք կիրառելու միջոցով եւ այլն։ Դա մենք տեսել ենք եւ մեր մասնակցությունը բերել է նրան, որ գոնե ինչ-որ չափով այդ հարկադրանքը մենք կարողացել ենք ձախողենք։ Մեր նպատակը նույնն է՝ մասնակցել վաղարշապատ համայնքում սպասվելիք նոյեմբերի 16-ի դիմադրություններին, որպես դիտորդ, դա ենթադրում է մեր կողմից քաղաքական չեզոքություն եւ առնվազն այն ժամանակաշրջանում խուսափել որևէ տեխնացուի օգտին կամ դեմ որևէ քարոզչությունից, բայց մենք կենտրոնացած ենք լինելու մեր ժողովրդի ձայնը պաշտպանելու վրա։ Քարքալույց քահանան պատարակ է մատուցելու Հովանավանքում, իսկ այդ պատարակին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը, նրանք բացահայտված հայտարարել են երկուսն էլ արդեն։ Ինչպես կոչել ալոգիկ այս երևույթը, ինչի համար են դա անում եւ որն է ելքը այս իրավիճակից։ Սա ալոգիկ չի, բայց ապօրինի է եւ անբարոյական է։ Հիմա փորձեմ 3 բառներ բացատրել։ Ինչու ալոգիկ չի։ Ալոգիկ չի, որովհետեւ Փաշինյանը փորձում է սեփական եկեղեցին ստեղծել։
ինչպես ցանկացած քաղաքական բախտախնդիր պատուհաս, նա եկել են եզրակացության, որ չի կարող հայ առաքելական եկեղեցին ենթարկել իր կամքին եւ միակ բանը, որ իրան մնում է, ստեփական եկեղեցի ստեղծելը, նա որոշել է ստեփական եկեղեցին ստեղծել Հովանավանքում, դրա համար էլ գնում է կարգալույց Ստեփան Ասատրյանի կողմից մատուցվող պատարակ բառը մի օգտագործեք, որովհետեւ նա պատարակ առլևս պատարակ մատուցելու իրավունք չունի։ Արդեն կարգալույց է, եւ այն ինչ որ ինքը մատուցելու է, դա ինչ որ մի հատ աղանդավորական ծես է, ոչ թե պատարակ, հա։ Հիմա Փաշինյանը գնում է դառնալու այդ աղանդի մասը եւ այդ աղանդի հիման վրա իր սեփական եկեղեցին ստեղծելու։ Դա մեկ։ Երկրորդ ինչա դաղապորինի, որովհետեւ Հովանավանքը հայ առաքելական Սուրբ եկեղեցու տարածքն է, այնտեղ որևէ մեկը իրավունք չունի ծես մատուցել, առավելևս պատարակ, եթե չի ներկայացնում հայ առաքելական եկեղեցի։ Ավելին ասեմ, Ստեփան Ասատրյանին ուզում եմ զգուշացնեմ եւ իր աջակիցներին, որ դա պատժվում է Հայաստանի քրեական օրենսդրության 209 հոդվածով, կրոնական կազմակերպության գործունեությանը միջամտության հոդվածով, եւ խոստանում եմ Ստեփան Ասատրյանին, եթե նա փորձի այնտեղ ծես մատուցել, անպայման դրան կհետևի մեր կողմից եւս մեկ հաղորդում հանցագործության մասին, անպայման, առանց բացառության։ Եվ նորից հիշեցնում եմ, որ թեևս դատախազությունը դրան ընթացք չի տալու, դրան ընթացք կտան նոր իշխանությունները, եւ Ստեփան Ասատրյանը, եթե փորձի բռնանալ հայ առաքելական Սուրբ եկեղեցու իրավունքների վրա, օրենքով պաշտպանված իրավունքների վրա, նա վաղտիոց դրա համար պատասխան կտա։ Եվ վերջապես ասեմ դրա բարոյական կողմը։ Բարոյական կողմը հետեւյալն է. հայ առաքելական Սուրբ եկեղեցին մեր ազգի կարևորագույն ինստիտուտն է։ Տարբեր քաղաքական բախտախնդիրներ եւ օտարներ փորձել են բռնանալ նրա վրա։ Բռնացել է Նիկոլայ II ցարը, օրինակ փորձել է գույքը խլի։ Բռնացել են բոլշևիկները կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանին է խեղդել իր կեցավայրում եւ այլն։ Փաշինյանը ուզում է հիմա միանա այդ այսպես ասած ճակերտներով փառավոր շարքին, բոլշևիկների, Նիկոլայ II ցարի անունը հա ինչ որտեղ նման։ Նախկինում, ասենք, այլ բռնավորների եւ այլն։ Պարոն Փաշինյան, գնացեք ձեր բախտը փորձեք։ Հիշեք դրանց բոլորի ճակատագիրը, Նիկոլայ II-ի ճակատագիրը, հիշեք Ստալինի ճակատագիրը, դրանց բոլորի ճակատագիրը հիշեք, մի դրանց շապիկը, դրանց կոստյումը ձեր վրա մի բան արեք, մի փորձեք։ Ավելի լավ է նստեք ձեր գրասենյակում ու ոչ միտեղ մի փորձեք գնալ։ Ձեր ոտը դնելու եք Հովանավանք ու հետո շատ դառը փոշմանելու եք նրա համար, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ այդ ձևի արկածախնդրություն եք սկսել։ Մի փորձեք։ Համակարծիք եք, որ Հովանավանքը եկեղեցու պաշտպանության կարևոր բնագիծ է, եւ եթե այդ դիրքը գրավվեց, հաշվեք եկեղեցու ու վեհապար հայրապետի դամ իշխանությունների արշավը մեծամասամբ հաջողված համարվի։ Ոչ, տենց չեմ համարում։ Դա ընդհակառակը դա իշխանությունների սադրանքն է եւ իրանց թեզն է։ Իրանք փորձում են Հովանավանքում բախումներ հրավիրել։ Գնալու են այնտեղ հսկայական ոստիկանական զորքով, դիմակրավորված, ոնց որ Գյումրիում ա եղել, իրանց խաժամուժը հետևներից գցելու են տանեն եւ այլն, եւ փորձելու են այնպես անել, որ մյուս կողմից էլ մարդիկ գան եւ այնտեղ սադրանքներ լինեն, բռնություն լինի, արյուն թափի եւ այլն։ Դա իրանց նպատակն է։ Այդ նպատակը մենք ձեզ թույլ չենք տա, որ դուք իրականություն դարձնեք։ Դուք վաղտեուշ իշխանությունը կորցնելու եք եւ պատասխան եք տալու այս արկածախնդրության համար օրենքի առաջ։ Դուք չեք կարողանալու մեր երկիրը տանել քաղաքացիական բախումների։ Չեք կարողանալու ինչքան էլ ուզեք։ Ալիևը երեք հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Ինչ է նշանակում սա։ Ինչպես է դա հնարավոր փակ սահմանների, անցակետերի, մաքսակետերի բացակայության պայմաններում եւ վերջապես որտեղից եւ ինչ է ներմուծելու կամ արտահանելու Ադրբեջանի տարածքով, ես այդ չեմ հասկանում։ Տեսեք, արդեն հայտնի է ինչի մասին է խոսքը։ Ղազախստանից գալու է ադրբեջանական նավահանգիստներ ինչ որ խմբականակ ծորենի, այնտեղից գալու է Վրաստանից մտնելու է Հայաստան։ Եվ ուրեմն սա զուտ խորհրդանշական, սիմվոլիկ գործողություն է, որի նպատակը Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ պահելն է։ Եվ Ալիևը, եւ Էրդողանը, եւ իրանց հովանավորները հասկանում են, որ Փաշինյանի վարչախումբը անկում է ապրում, գլորվում է դեպի անդունդը եւ փորձում են հուսահատ իրանց ճիկերով, իրանց խամաճիկին պահեն իշխանության։ Իրանց խամաճիկին, որ իրանց գիրքը գրքով sense բերանը մեջ ճպտում է, պահեն իշխանության։ Դրա համար այդպես սիմվոլիկ ակտերն են, ասում են Ադրբեջանի տարածքով կարող եք ցորեն բերել։ Չէ՞ կարելի է մտածել, որ Հայաստան ցորեն չի մտնում, հա։ Մենք է սոված նստած ենք Հայաստան։
Դա զուտ սիմվոլիկ որևէ բան չնշանակող ակցիա է։ Եվ իմիջից ասում է ցորենը կամ ցանկացած ապրանք, որ մեր սահմանը չի հատում հայ-ադրբեջանական։ Նա Ադրբեջանով անցնում գնում է Վրաստան, գալիս է Հայաստան։ Նույն է ցորենը կարա հանգիստ, ասենք, հակառակ կողմից գա մտնի Վրաստան, փոթիով կամ Բաթումով, էլ այդ նույն երկաթուղով գա մտնի Հայաստան։ Հանգիստ։ Բառը բնում ասել պրիմիտիվ մանիպուլյացիա։ Հա, թոս փչելուց է։ Երկե։ Ինչու շտապեց Փաշինյանը ժամանակից շուտ ժամկետային ծառայությունը 1.5 տարի դարձնելու նախընտրական խոստումը հրապարակեց անձնապես live-ով Facebook-յան։ Լարվածությունը թույլատնելու քայլեր սա, թե պատասխան ժեստ Ալիևին ցույց տալու, որ արագ քայլերով բանակը վերացնելու ճանապարհին է։ Երկուսն էլ։ Նույն պատճառով նախ գիտի, որ պարտվել է ընտրությունները, դրա համար փորձում է ընտրություններից առաջ հնարավոր ինչապ մեծ քանակությամբ այդ ձևի թոս փչելու գործողություններ անել, այդտեղ շատ པարզ հարց է առաջանում։ Եթե ծառայությունը ժամկետային պակասեցնում ես, ինչ է լինելու բանակի հետ։ Ամեն մի ժամկետային ծառայության ամեն զորակոչի մոտ 6000 զորակոչի կա։ Այդ 6000 զորակոչի կողմով է փոխանում։ Լավ, ենթադրենք պակասեցեցի, մենք էլ դեմ չենք պակասեցմանը, բայց մի պայմանով։ Ուրեմն դա պետք է լրացնես պայմանագրային զինծառայողներով։ Պայմանագրային զինծառայողներով եթե պետք է լրացնես, դա պետք է նախատեսել եւ կառավարության ծրագրում եւ բյուջեն։ Ոչ մեկը ոչ մյուսը չեն նախատեսած։ Պաշտպանական ծախսերը ընդհակառակը 100 միլիարդ դրամով նվազեցվում են։ Բայց այդ դեպքում ինչ ես անում, բանակը պակասեցնում ես։ Ես տարածություն 2 օր առաջ ծնողներից մեկի հետ եմ խոսում, որի երեխան ծառայում է։ Գիտեք ինչ ասում։ Ասում է, բա հիմա որ դուք զորակոչը կրճատում եք, այսինքն ժամկետային ծառայությունը կրճատում եք։ Բայց մեր երեխու կողքը դիրքում ով է կանգնելու։ Իմ երեխան մենակ է մնալու դիրքում։ Շատ ճիշտ հարց է տալի։ Ո՞վ է երեխու կողքը կանգնելու։ Եթե դիրքը պետք է 10 հոգի պահի, բայց մնալու է 7-ը։ Այն 3-ը չեն լինելու, գնդացրորդը չի լինելու, ենթադրենք, հա, կամ դառնական հետորդը չի լինելու։ Այդ դիրքը խոցելի է դառնալու։ Բայց մնացածները, որոնց երեխեքն են բանակում, հիմա ինչ պետք է մտածել։ Մտածելու են, որ իրենց երեխեքը չեն կարող պաշտպանել։ Իսկ մենք նույնից եմ ասում, մենք նույնիսկ կարող եք պատկերացնել իրավիճակ, որում ժամկետային ծառայությունը մի տարի է դառնում, բայց դա պետք է փոխարինվի պայմանագրային ծառայողներով։ Եթե դա չի փոխարինվում, երկիրը ով է պաշտպանելու։ Սահմանը բացեք թողով։ Այն ինչը Ալիևին բան անեք, լավություն անեք, եւ ակնհայտ է, որ դա Ալիևի նկատմամբ իրականացվող ժեստ է, ակնհայտ է։ 2026-ի համապետական ընտրությունների խճանկարը այսօր արդեն մասնակի ուրվագծվել է։ Մեր ձևովը հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին, երկրորդ նախագահը նույնպես, ավելի ուշ քաղաքական հայտ ներկայացրեց Արման Թաթոյանը, կարծես Գագիկ Ծառուկյանը նույնպես անմասն չի մնալու ընտրական process-ներից։ Մասնակցելու եք արդյոք դուք էլ եւ միանգամից մի հարց էլ, ինչ կարող է անել Փաշինյանը, որպեսզի տապալի ընդդիմության հնարավոր հաղթանակ։ Եկեք վերջից սկսենք։ Եկեք վերջից սկսենք, նախ ոչ թե ինչ կարող է անի, այլ ինչա անում, որտեղ անում է արդեն։ Ձերբակալություններ, բռնություն, անդիմադիր բոլոր գործիչների նկատմամբ հերյուրանք, ծաղրուծանակ, ֆեյքերի արշավներ։ Այդ ամեն ինչը սկսել է արդեն, այս չի պետք է անի, անում է արդեն։ Օրնի բուն անում է։ Սամվել Կարապետյանը հենց մի հատ հայտնվեց Հայաստանի, ասենք, հանրային դաշտում, վարկանակպես ձերբակալվեց եւ հիշում եք 4 ամիս արդեն մարդը կալանավորված է։ 4 ամիս է։ Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը, այս վերջերս Մկրտիչ Սրբազանը, այս շարքը չի կանգնելու, համոզված եղեք չի կանգնելու։ Վարդան Ղուկասյանը տարածում 2 օր առաջ։ Ամեն մեկի վրա մի գործ կգտնեն, այսօր Ստալինյան սկզբունքն է, չի ասում был бы человек, статья найдется։ Ամեն մեկի վրա էլ մի բան գտնելու են։ Նպատակ ունեն, մենք իմիջիայլոց վաղուց ենք կանխատեսում, որ սա լինելու է, հարյուրներով մարդիկ են ձերբակալելու, հարյուրներով։ Հիմա էլ արդեն նես չի որ ավելի քիչ է, մենք իմիջիայլոց խնդիր ենք դրել, հիմա հաշվենք իրական քաղաքական բանտարկյալների թիվը Հայաստանում եւ սկսենք միջազգային կազմակերպություններին այդ թվերը մատուցել։ Իմաստ կա։ Ինչ որ արձագանք ունենում է դա։ Այո, իհարկե, որովհետեւ այս կեղծիքը, որ Հայաստանը ժողովրդավարական է, Փաշինյանի օրոք, հա, այս կեղծիքը պետք է ի վերջո իդերև հավի։ Բայց մի հայտարարության, մի դատապարտող խոսքի չհանդիպեցինք միջազգային հանրության կողմից։ Այդ տես չի, օրինակ Եվրոպարլամենտում դրա մասին խոսակցություն գնում է, հա, Եվրոպական խորհրդանական վեհաժողովում Եվրոպական խորհրդի դրա մասին խոսակցություն գնում է։ Այդ պետք չի ձեր բանանում, լա, թևաթափլիներ, պետք է զբաղվել դրանով։ Այս վարչախումբը պետք է աստիճանաբար հայտնվի մեկուսացման մեջ։ Ոնց որ ասենք Կիմ Չեն Իրն է։ Հասկանում եք, մարդիկ պետք է հասկանան, սա բռնատիրություն է։ Սա ոչ թե ժողովրդավարություն չի ընդհանրապես։ Սա ամենագրեհիկ բռնի լկտի ասիական բռնատիրությունն է, որ ուղղակի քողարկվում է տարբեր տեսակ հռետորաբանությամբ։
Դրա համար դրանով պետք է զբաղվել բնականաբար, եւ ես կարծում եմ, որ Փաշինյանը ամեն ինչ անելու է, որպեսզի կարողանա կարճ իշխանությունից ամեն ինչ անելու է։ Ոչ մի տենց բան, որ ձեր պատկերացման մեջ կա, ոչ մի տենց բան էլ պետք չէ անհնար հնարավորել։ Մենք ինչ որ միջև պահ համարում ենք, որ ասենք սպանություններ չեն լինի, չէ՞, Հայաստանում քաղաքական։ Տեսակ որ եղան։ Համարում ենք, որ չեն լինի, որ ինչ որ մի հատ կարմիր գիծ կա, որ չեն ասնի։ Իսկ պատկերացնում եք, որ կգնան կարգալույց քահանայի մոտ ինչ որ մի հատ ծեսի, չեք պատկերացնում, չէ՞։ Ցանկացած բանել անցնելու են, որտեվ հասկանում են, որ իրենց ինքը Փաշինյանը հասկանա, որ իրենց շատ լուրջ պատասխանատվություն է սպասում այն բազմաթիվ հանցագործությունների համար, որոնք իրականացրել է հայ ժողովրդի դեմ։ Բազմաթիվ հանցագործությունների։ Եվ նա փորձում է ամեն գնով խուսափել այդ պատասխանատվությունից։ Եվ այն մարդիկ, որ անմիջականորեն իր շուրջն են, իրանք էլ են հասկանում, որ Փաշինյանը իրենց ներքաշել է այդ հանցագործ խմբավորման մեջ։ Ներքաշել է տարբեր միջոցներով։ Իրանք էլ են վախեցած։ Բայց այն մնացածները եւ խոսքը գնում է հարյուրավոր եւ հազարավոր մարդկանց մասին, շարքային ոստիկանների, քննիչների, դատախազների բան։ Ես ձեզ արգենես կոչ եմ անում, մի մաս դարձեք այդ հանցագործության։ Մաս մի դարձեք։ Այս մարդը երկիրը տանում է անդուն, ձեզ էլ հետ է։ Հետևից մի գնացեք կույր աչքերով։ Հրաժարվեք ապօրինի հրանգները կատարելուց։ Հրաժարական տվեք, դուս եկեք ընտրություններին կես ամիս, կես տարի մնացել։ Կես տարուց կվերադարձնենք, կվերականգնենք մենք ձեզ։ Կվերականգնենք։ Հիմա հրաժարական տվեք, դուս եկեք ապօրինի հրամաններ, ապօրինի հրանգներ մի կատարեք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Հայկական երկրորդ եթերում խոսքի իրավունքից օգտվեց Ավետիք Չալաբյանը։ Մենք կհանդիպենք ցտեսություն։ Ամեն օր օրվա ամենակարևորից առանց արհեստական հավելումների։ Սա խոսքի իրավունքն է, ես Շավարժ Գևորգյանն եմ, եթե ուզում եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին, հղումը էկրանին է։